Իդեպ 2025-ի տարեվերջին քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը հաստատել է կուսակցության էթիկայի կանոնագիրքը, քաղաքական խոսքում բարեվարկության չափանիշներ սահմանելու նպատակով։ Կանոնագրքում մասնավորապես գրել էին, որ եթե անգամ իրենք ստանում են վիրավորանք, պետք է լինեն չափված, ձևված, վիրավորանքով չպատասխանեն, պետք է լինեն շատ զուսպ խոսքում եւ գործողություններում։ Այս խոստումներից անցել է ընդամենը կես տարի։ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը սիրելի քույրեր եւ եղբայրներից վերածվեցին շուն ու շանգյալների, փախածների, բոմժերի, համբալների եւ լիքը այլ դատապարտելի բնորոշումների։ Սա կուսակցության ղեկավարի հասցրած վիրավորանքներն են։ Այսօր ներողություն էր խնդրում Սարիկ Մինասյանը, մեկնաբանություններում քաղաքացուն հայհոյելու պատճառով։ Մի քանի օր առաջ Արուսյակ Ջուլհակյանը, նա էլ վիրավորել էր կերակրող մայրերին։ Դրանից առաջ Հասմիկ Հակոբյանը կրկին մեկնաբանություններում քաղաքացիներին վիրավորելու համար։ Հակոբյանից առաջ էլ հայտնի Անդրանիկ Քոչարյանն էր բոլոր զինծառայողներին փաստացի ցածրակարգ մարդ համարում։ ԿՊ-ի մոտ մարդկանց վիրավորելը արժեհամակարգ է։ Ուղղակի մեծ ջանքեր գործադրելով նախկինում փորձում էին համոզել, թե ժողովրդին քույր են ու եղբայր։ Հիմա դիմակը դեն են նետել եւ պարզապես ասում են, թե իրականում ինչ են մտածում ժողովրդի մասին։ Ընդունենք, որ այն էլ ընտրություններից առաջ չափազանց վատ հաշվարկ է։